1998-ի մարտի 39-ի նախագահի ընտրությունների այս դրվագը պատմական է։ Վարչապետ Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է տեղամասերից մեկը եւ հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը Քոչարյանի օգտին քվեարկած հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ Հանձնաժողովի անդամ Էմմա Խուդաբաշյանը կարճ եւ ապարդյուն դիմադրություն է ցույց տալիս։ Ես այսպես պարկեցի ящики վրա բռնեցին այս մազերիցս մեկը Վզից խփեց մյուսը ու ящիկը բացեցին գցեցին։ Ես գոռում եմ օգնեցեք, միլիցիոներ, միլիցիոնացնա, մենք չենք գա 2002-ի մարտի 26-ին Աբովյան փողոցի սրճարաններից մեկում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀՇ վարչության նախագահ Ալիկ Արզումանյանն ու վարչության անդամ Վահագն Հայոցյանը։ Ոստիկանության բաժանմունքում նրանց այցելած իրավապաշտպան Միքայել Դանիելյանը փաստում էր, որ ոստիկանության աշխատակիցներն արգելում են բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին։ Ըստ իրավապաշտպանի, հենց ծեծվողներին իբրև միջադեպի մեղավորներ ներկայացնելու փորձ էր արվում։ Պատճառը թերևս այն էր, որ ծեծի ենթարկողները, որ սրճարանի անվտանգության աշխատակիցներ էին, ոստիկաններ էին։ 2002-ի այսօրը պատմական է Հայաստանի եւ մամուլի ազատության համար։ Եթերազրկվում է Ամեկ++ հեռուստաընկերությունը։ Ռոբերտ Քոչարյանի նշանակած հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովը Ամեկ++-ի զբաղեցրած 37-րդ կապուղին տալիս է ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած շարժ ընկերությանը։ Իմաստային առումով եւ մատուցման ձևով հեռուստաաղբյուրները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույսներ շնչեն հեռուստադիտողին։ Ես ասեմ, դատապարտված այս հանձնաժողովը եւ Ռոբերտ Քոչարյանը այս որոշման։ Ես ես օֆիցիալ ասում եմ, որ սա հետևանքները շատ բարդ են։